Երևանից 3 հանգամանքների բերումով մեր կայուն ու մշտական ժավին չկարողացանք դուրս գալ, այսօր ուղղակի մի օրվա ուշացումով նույն եթերն է, նույն մտահոգություններն են, նույն ազգային շահի պաշտպանությունն է։ Գիտեք, ժամանակ է լինում, երբ աչքի նոր նյութեր դժվար է, ինչպես ասում են, ճարվում եւ սկսում ես որոնել, թե ինչպես հետաքրքիր նյութ կարողանաս ներկայացնել, վերլուծել, կանխատեսումներ անել, իսկ երբեմն էլ իրադարձություններն այնպիսի զարգացման ընթացք են վերցնում, հեղեղուկ, շատ անգամ անհասկանալի, շատ անգամ վտանգավոր, բայց նաև շատ անգամ հաջողակ, որ ուրեմն դժվարանում է նյութերի մեջ ընտրություն կատարել։ Հիմա այսօր մեր դեպքում երկրորդ տարբերակն է, մեզ համար կենսականորեն ուրեմն հետաքրքիր, մեզ համար կենսականորեն անհրաժեշտ, առաջինը Իրան-Իսրայել հարաբերությունների մեկնաբանությունն է, նրա զարգացման խորքային տենդենսների կռահումը եւ դրա շուրջ եղած իրադարձությունների մեկնաբանությունը եւ այն իմաստով այն հարցը թե կարճոք վտանգ Հայաստանի Հանրապետության համար թե չէ, սա ինքնին մի փունջ է եւ անսպար փունջ է, չափազանց դժվար հասկանալի եւ երևի տևական ժամանակով մեր կյանքը պայմանավորող, երկրորդը ներքաղաքական զարգացումների համար, ուրեմն մեզ համար, ձեզ համար կարծես թե ուրեմն Գարեգին ուրեմն ուզուրպատորի խնդրը քիչ էր, մեկ էլ Մոսկվայից հայտնվեց մի ուրիշ ուզուրպատոր։ Դա էլ ուրեմն հեծերի սեփականատեր, մի օլիգարխ կոչված մեկը, որը մատթափ տալով եկել է Հայաստան եւ ուրեմն չգիտեմ ինչեր է բացատրում, ինչ անում, բայց ըստ հավանաբար պետական հեղաշրջում կազմակերպելու ուրեմն հերթական փորձն է անում, որը մենք սովորել ենք, այսինքն հերթական մի վալոտի բիճ, որը ուրեմն հյուսիսից սարսափած փախչելով հանձնարարություն կատարելու համար եկել է եւ իրեն ուրեմն քյոխվի տեղ է դրել եւ այսպես մի խոսքով եւ տարօրինակն այն չէ որ սա եկել է, բայց ինչքան մարդիկ են իր հետևից վազվզում, իհարկե մի մասը շահառու է, երևի ակնկալում են որ դոլարների հոսք ունենան իրենց գրպանները, մի մասն էլ իհարկե նույն հիմնարկից է, նույն Ռուսաստանից, նույն KGB-ից կամ էլ դրան հետ սերտաճած ուրեմն շրջանակներից։ Տեսնում եք, ուրեմն 3 խնդիր, որոնք Հայաստանի Հանրապետության ժողովրդին կենսականորեն ուրեմն հետաքրքրում են եւ այսպես շարունակ։ Հիմա քանի որ այդպես է, ես փորձել եմ, կփորձեմ 3 հարցերի, որոշակի ուրեմն ինչքան մեր կարողությունն է վերլուծություն անել, զարգացման տենդենսներ նկատել եւ ուրեմն որոշակի պատասխաններ տալ, որը հետո սրանցից ոչ մեկն էլ մի օրում հանգող վերջացող հարցեր չեն, բնականաբար հետո կանդրադառնանք երևի արդեն ամիսներով։ Բայց դրա հետ զուգահեռ ասեմ, որ այս բոլորը, բացի Իրան-Իսրայել հարցը, ուղղակիորեն առնչվում են Հայաստանի Հանրապետության ապագա իշխանության ձևավորման գործընթացների հետ, որտեղ հյուսիսի կործանվող հրեշը, ուրեմն իր ստրուկ ծառաներով փորձում է պայմանավորել Հայաստանի ազգային ժողովի ապագա կազմը, որպես ունենա կառավարություն։ Սարսափելի է սա, ասեմ ինչ իմաստով։ Ես օրինակ գիտեմ, որ ժամանակին Գորբաչովի ժամանակ էր, երբ փլուզվեց սովետական միությունը, ինքը փլուզվեց, հիմա շպիոններ են որոնում, եթե շպիոնով է եղել, ուրեմն ռուս ժողովրդի 80%-ը 90% շպիոն է եղել, իբր թե ուրեմն լրտեսները փլուզեցին այդ երկիրը, այդ երկիրը ինքը բարբերաբար փլուզվում է, այս անգամ կարծում եմ վերջնականորեն է փլուզվում, հիմա էլ եթե ամերիկացիների դա եղարած կներեք բարի համար նեցու գչելնի չի վին էլի, Ռուսաստան նեսորեն հենց հիմա կփլուզվի, արմյաշկեկներ հետը մեր հոգիներ դարավոր կազատվի, այս աղբի ուրեմն խայտարակ կեցվածքից, բայց տեսնում եք որ ուրեմն այդ դեմ են արել մի փետ եւ դրանով փտած պետը փտած երկիրը պահում են։ Հիմա առայժմ այսպես ես մի բան եմ ուզում ասել, ինչի համար ասեցի, այս բոլորը դուք լավ գիտեք, դուք ապրում եք եւ մենք բոլորս դա վերաբրում ենք։ Գորբաչովի ժամանակ ուրեմն 1200 միլիոն 200 հազար հրեա ալիա գոչվողով ներկախտարեց Իսրայել եւ դրանք սովետական շրջանի ինժեներներ էին, գիտնականներ, բժիշկներ, հայտնի հրեաներ, մասնագիտությունների գծով, չեկիստներ, բիզնեսմեններ եւ այլն։ Եվ սկսվել է Ռուսաստանի իսկական կողոպուտ թալանը։ Եվ այդ կողոպուտ թալանի մեջ մի քանի հրեաներ աչքին կան։ Բերեզովսկի, որին դուք գիտեք, որ հետո Պուտինը ուրեմն սպանել տվեց,
Nevzlin կարծեմ սա հələ կենթան է եւ այլն։ Եվ ինչն է հարցը։ Եվ այսպես շարք կարող է, քրեաների շարք կարող եք շարել։ Սրանք ոչ միայն բարձրորակ մասնագետներ էին եւ երիտասարդ տարիքի, միջին տարիքի մասնագետներ, որոնք ստեղծեցին Իսրայելի այսօրվա հզորությունը մասով ստեղծել են հենց այս Ռուսաստանից կամ Սովետական Միությունից ներգաղթած դեպի Իսրայել հրեաները, հավանական չի այդ մասը կա, բայց երկրորդ մաս կա, Nevzlin եւ մյուսներ Ռուսաստանը կողոպտեցին եւ ռուսական հարստությունը տարան Իսրայել։ Եվ դա դարձավ այս ժամանակակից Իսրայելի զարգացման հենասյուներից մեկը, այս վալոտ կոչվածը ժամանակին ես հիշում եմ, հրեաներից Իսրայելի պետությունից պահանջեց, որ Իսրայել փախած հրեաներին իրենց հանձնեն որպես սովետական նախկին քաղաքացիների, իսկ Իսրայելը օրես դրության մեջ ունի կետ, որ ոչ մի հրեայի ինքնոտար պետության չի հանձնում։ Ես ասում եմ նաև մեր իշխանությունների համար։ Հրեան կարող է, եթե Իսրայելում է դադրել կամ չդադրել, միայն Իսրայելում եւ որևէ օտար պետություն ի վիճակի չէ պահանջել։ Մի խոսքով վալոտի մերժեցին, բայց փաստն ինչ է, ինչի վրա է։ Նրանք Ռուսաստանի չարստություն ունեն, նույնիսկ ուրեմն նկարի կտավներ եւ այլն, այդ բոլորը հավաքեցին Իսրայել։ Հիմա նայում ես այս մեր ոչնչություն ուրեմն գողական, ապերոյական Դեմիրճյանի շրջանի այն ապերո ուրեմն զանգված, որ օլիգարխ է տարել են, ասենք Արաբրամյանը, որ խոսում են, չես հասկանում ինչ են ասում, հայերեն են խոսում, սրանք հայ են, Հայաստանի հետ ինչ կապ ունեն, բացի կողոպուտ եւ այլն, սրանք այլ հայրենիքի հետ մատթափ տալուց բացի ուրիշ կերպ չեն կարողանում խոսել եւ կողոպտածը ուզում են տանել Ռուսաստան։ Այդ երկուսը հակադրեք, հետո չասեք մենք իրենք եւ այլն հрьяաներն են։ Հрьяաները Ռուսաստանը կողոպտեցին, ԽՍՀՄ տարան Իսրայել, այս սրանք էս չեղածները Հայաստանը կողոպտում եւ կուտակում են Ռուսաստանում այդ քիչ է, իբրև թե նաեւ բարեգործություն հետո շրանքներ են վերադարձնում, որտեղ դրանց ունեցած չափերը որ բարձրվի, կբարձրվի որ եղածները չնչին բաները որ տալիս են ձեզ, մեզ եւ այլն։ Եվ երկրորդը շպիոնաժով են զբաղվում, իրենց հայրենիքի դեմ։ Բարմյաշկեն ոնց է լինում։ Ոտես գլուխ արմյաշկա է, հայուկ, որին Կրեմլ ուղարկում է, այստեղ եւ ցնցումներ են առաջացնում։ Այդ ցնցումները դուք տեսնում եք հերթական այս հեղաշրջման հերթական փորձի հետ։ Այս սրանք էլ այնքան գիտակցությունից, կրթությունից իմացությունից այնքան հայվան են, որ չգիտեն, որ Հայաստանում հեղաշրջումաներ չի գնում։ Եվ ես իրենց որպես հայրենակից ուրեմն ասում եմ այդուհանդերձ, որ նայեցեք, ձեր ճանապարհը ուղիղ այն ոչ թե ինչ են ասում, սվորավ, այդպիսի մեկը կար, այն իսկական գողի ճանապարհը չի, որի մասին մարդիկ լեգենդներ են պատմում, իսկ որը շապուշիներներ հիանում են։ Ուրեմն այն ձեր ճանապարհը Թաթար Ռուբոյի ճանապարհն է, այսինքն այդ Ռուբեն Վարդանյանի, որին ուրեմն բտեցին, չաղացրին Կրեմլում եւ ինքը կողքերը մարդեր չէր տեսնում, որտեղ Պուտինի ընկերն էր, չգիտեմ ինչի ընկերն էր, եւ վերջում Պուտինը սրան գործուղեց Ստեփանակերտ, այնտեղից էլ գործուղեց եւ մոլլաներին, հանձնեց մոլլաներին Ադրբեջանի, այնպես որ բոլորի ճանապարհը արմյաշկեքես է Ռուսաստանի պարագայով, այնպես որ պիտի ասեինք, որ դադարեցնեն էլի հայրենիքի ու պետության դեմ հերիք է գործեն մեծ ամբարտավան խոսելու ձևը հիշում եք, չէ՞, իշխանությունների հասցեին, պետության հասցեին, ինչպիսի ամբարտավանությամբ։ Ես կուրախանայի շատից լավ կզգայի, դուք եք, եթե ուրեմն այդ ամբարտավանությամբ արտահայտվեին վալոտի մասին, որը իրենց ձևերից կբռներ կկտրեր, շրջները տեղ չէր կա։ Հիմա նույն է Թաթար Ռուբոնը դրա միջավայրն է, եղբայր, ուրեմն Պուտինն ուղարկել է Բաքու եւ Լախով, աս Հայաստանի իշխանությունների մուննաթ են գալիս, թե Թաթար Ռուբոյին չես ազատում։ Ինչի էր դավաճանում, ինչի էր գնում, այդպես էլ չհասկացանք ինչ էր անում, հիմա սրանք են։ Եվ բանուկոր չունեք, որ մեկ գալիս եք Հայաստան, ինչ սարքեք, որին չսարքեք։ Ասում եք երկրորդ հարցին, չէ՞։ Ինչն եք պաշտպանում։ Գարեգին ուզուրպատորը ինչն եք պաշտպանում։ Եթե դուք հայ եք, իբրև թե հայ եք, իրավունք ունեմ ասելու, կասեմ ինչի համար։ Եվ դուք շատ նվիրված հավատացյալ եք, իհարկե դուք շատ եք հավատում դոլարին ու վալոտին, դուք ձեր հավատին ու հայրենիքին չեք հավատում, եկել են հավատի ու եկեղեցու անվան տակ պաշտպանում եկեղեցու գլխին կարգված ուրեմն սրբազան ուխտը խախտած այլասերվածությամբ եւ գործարար աշխարհի մութ գործերի հետ առաջվող մի անձնավորությամբ եւ այս մաֆիոզ կլանների պաշտպանությունը կամ նրանց հարցերի լուծումը դիտում են Հայաստանի հաջողորդի հավատի հարցի լուծում եկեղեցու եւ այլն, այսպես ասեմ, ուրեմն սա պետք է նկատի ունենալ, Ժորժ ջան, ուրեմն ինչն եք պաշտպանում եւ գործը հասել է զավեշտի,
ուրեմն մեր եկեղեցին գիտեք որ ունի անխախտ կանոն եւ վարդապետից սկսած բոլորը ովքեր եկեղեցու ծառայության են ասնում ուրեմն կուսակրոնության ուխտ են կապում օրինակ դայից էլ դուրս չի գալիս Ես ժամանակին նույնիսկ միտեղ ասել եմ, իմ անձնական կարծիքի մասին է խոսքը, որ լավ չէ լինում, որ այս վարդապետներ եւ այս կանտաղամարդ ամուսնանային տուն-տեղ ունենային, ընտանիք ունենային եւ այսպես նաեւ մարդավարի ծառայեն, որտեղ սրանց հայացք աճու ձախ է անընդհատ։ Ուրեմն կուսակրոնության ուխտ են տալիս եւ մի մասը հետո սկսում է ուրիշի տնոջու, ուրիշի հարցների հետևից նայելը։ Իհարկե սա, բայց հիմա սա մի բան է, որ մենք կարող ենք տեսակետ ունենանք, քննենք, դուրներս կա թե չէ, բայց երկրորդ մասը կա։ Այդ եկեղեցին հայաստանյաց առաքելական եկեղեցին ունի կանոն, որ ասում է վարդապետից հետո պիտի կուսակրոնության ուխտ պահվի եւ այլ պատճառներ, դա կարևոր չարդ է։ Հիմա ով է սրանցից որևէ մեկին պարտադրում դառնալ կուսակրոն, հետո էլ ուրեմն 4 օրից հետո ամուշի հետևից ընկնել եւ այլասերվածությամբ զբաղվել եւ ստախոսության ու ուխտադրժության մեջ վարժվել, որտեղ գիշեր ցերեկ պետք է ապացուցեն, որ իրենք այդ կնոջը չեն նայել, իրենք այդ երեխան չունեն եւ մինչեւ մեռնել պետք է երթվեն։ Փոխանակ Աստծուն ծառայելու պետք է երթվեն, որ իրենք սրիկայություն չեն արել, որովհետեւ ուխտը խախտել են։ Ուրեմն սա իմացեք, որ այս չլինենք մութ ու խավար աշխարհում ենք։ Ոչ մեկը մյուսին չի բարտադրում լինել կուսակրոն։ Չես ուզում մի եղի, բայց ուզում ես կուսակրոն, ուրեմն դրանից հետո պետք է ուխտդ պահես եւ այլն։ Ուրեմն քիչ է մնա, եւ սա ինչ է։ Այս Սամվել Կարապետյաններ մյուսներ եկել են ուրեմն ռուսահայությունն է դա։ Իհարկե հա, ես ես խնդրեմ մի բան, գիտեմ որ Ռուսաստանի հայերն են շատ դասում ինձ։ Խոսքը ձեր մասին չի, այն ինչպես ասում են շարքային աշխատող մարդու։ Այն կռեմլի այլասերված թեմատիկի մասին, արմյաշկեկի մասին է խոսքը։ Ուրեմն եկել եք ինչը պաշտպանել, պաշտպանում եք ուրեմն Հայաստանի հայ եկեղեցին ձեր ասելով պաշտպանելու պատրվակի տակ պաշտպանում եք ուխտադրժությունը, սրբապղծություն եւ սրիկայությունը, իհարկե նաեւ մաֆիա շահերը։ Հիմա սա ինչ կապ ունի։ Հակառակն է ստացվում է, որ եթե այս մարդը հեռանում է, որը բոլորը գիտեն, որ սերտ կապերով կապված ռուսական գաղտնի ծառայությունների հետ, վալոտից ստացել է պարգևներ ուրեմն 44-օրյա պատերազմից հետո եւ չի ասել ինչի համար, չի ասել նաեւ թե դոլարներ ստացել է թե չէ, կաշառք որպես հայրենիքի պետական շահեր դավաճանելու համար եւ այլն։ Հիմա այս բոլոր մութ հարցեր են եւ սա պետք է գնա, ինչ է ողնում, ինչ է պատահել։ Չէ ինքը ուրեմն մեկ ասում ով մետային բան խաղ են անում էլի, ով քննադատում է կամ պահանջում է եկեղեցի մակր ռուսական աղբից, ուրեմն սրանք ողնում են որ այդ բոլորը ուրեմն եկեղեցու դեմ է ուղղված, ստացվում է որ սրանք հայաստանյաց առաքելական եկեղեցի հասկանում են ռուսական KGB-ի ուրեմն աշխատող մի օղակ Հայաստանի եւ աշխարհում է լրտեսություն Ռուսաստանի համար անող, ինչը որ իրենք են հավանաբար։ Պատկերացնում եք, հիմա գործը հասել է, նրան որ քիչ է մնացել, երևի մի հատ ուրիշ վալոտ է, Արա Աբրամյան կոչվածը մի օր նորից Արշավի Հայաստան, եթե բարձրացվի որ սրանց մեջ կան նաեւ արվամոլեր ու կամ լինում են, հասկանում եք ոնց է։ Եվ այս պիղծ ուրեմն բաները, գործընթացը պաշտպանել ուխտը սրբապղծությամբ ուրեմն այդ բանանը խախտողին արվամոլությամբ եւ այլն ստացվում է շշմելու բան է, դե լավ է, հрьяաները թող կողոպտեն ուրիշ երկրներ, կուտակեն Իսրայելում, դուք այլասերեք, փչացրեք ամեն ինչ եւ մեր սրբության սրբոցը եկեղեցի։ Ուրեմն ես ասեմ, որ այդ իմաստով մենք ոչ միայն պաշտպանում ենք վարչապետի բացադրություններ կամ իշխանության ասենք վարչապետի հարցը չի միայն, այլ նաև գդրուկ պահանջում ենք վարչապետին այս գործը մինչև վերջ հասցնել գոնե։ Այս մեկը պիտի մինչև վերջ հասցվի եւ Աստծոտունը, հայոց Աստծոտունը պիտի վերադարձվի մեր ժողովրդի հոգեվոր սպասարկմանը եւ պիտի վերջացվի ամեն ինչ։ Եվ հերիք է, բավական է ինչ որ հիմա քիչ է մնացել Մոնղոլիայից մոնղոլ թաթարական տեսքով, մեսկով է զորի բալան նման մեկը հայտնվի բանից ուրեմն Կորեայից հյուսիսային ու պահանջի, որ եկեղեցին, որտեղ ազգի հետևում յան կա, չգիտեմ ինչ կա, որտեղ բարերարություն է արել, որտեղ եւ այլն, խայտարակություն է։ Դե խոսքով մեր պահանջն է իշխանություններից եւ ժողովրդի պահանջն է ասեմ, դուք գիտեք, որ դա քացնելու չի, ամեն Կիրակի ես իմ ընկերների, կուսակցական ընկերների հետ մարզերում եմ, ժողովրդի հետ ենք, պահանջը մեկն է։ Էջմիածինը աղբից ռուսական ազատել եւ նաեւ հայտարարել ռուսահայերի այս Կրեմլի բանին ինչպես ասում են ուկրաինացիները, հայ պրոպագանդոններին, որ հերիք ձեռները թե Հայաստանից է չկվեք ձեր փողովել ամեն ինչով էլ։ Հետո վերջում կիմանա, դուք Հայաստանում ներդրումներից օգուտ եք ունեցել, վնասել եք երկրին, թե չէ։
Այսպես ուրեմն, տեսեք ինչ կա շատ է լինում, եւ այս հարցը պիտի լուծվի։ Մենք սպասում ենք Հայաստանի իշխանություններից, որ ուրեմն եկեղեցու հարցը այդ իմաստով եկեղեցու պետի հարցը անպայման պիտի լուծվի եւ երկրորդը այդ բանին հոգեվոր խորհրդին ասենք, լսեք, դուք վերջը հարմարտ եք, թե չէ, դուք մենակ ինչ եք, ինչի համար եք այդտեղ։ Եվ եպիսկոպոսած դասին, դուք չգիտեք այդ մարդը ով է, երևի մեծ բան է, դուք չգիտեք ինչ է կատարվում, ինչու չեք կազմակերպում եւ ճանապարհը փակում եւ եկեղեցու հարցը լուծում։ Հետո նստում գլուխ են գում, մենք հայերս հաջորդի պատմություն, դու հաջորդի պատմությունից ինչից ես խաբար։ Սրանք հաջորդի պատմությունը ասելով կամ հաջորդի կյանք ասելով հասկանում են Իվան Գրոզնու թաթարական կեցվածքը։ Ուրեմն ես վերջացնում ենք այս հարցը, որտեղ մեր ժողովրդին աշխարհում եք, անհրաժեշտ է քրիստոնեական եկեղեցու անաղանդ հայկական կեցվածքով հոգևոր կյանքի կազմակերպում եւ սպասարկում ժողովրդի եւ Աստծո հետ փոխհարաբերության հարցը։ Ուրեմն ես մեկ, երկրորդը ես մի բան եմ ուզում ասել, դուք տեսնում եք, չէ, Հայաստանում ինչքան ուրեմն իրադարձություններ լինում, քաղաքատագետների, այսպես կասեի ես, մեծատար տայով արանքը։ Մի ոմանք, որը մի արևելագետ, մյուս արևմտագետ, մեկը Եվրոպամետ, Եվրոմեսը թուրքամետ, մեկը ռուսամետ, եւ որոնց են դնում եւ Հայաստանի Հանրապետության վրա ողջ կազմում, որ էս է վտանգ էս Ադրբեջանը կհասցնի եւ առան։ Էսենց էս, այդ Ադրբեջանի դուք գործոնը դուք եք աճեցրել, հայ գեներալները, եթե կռվեին Իրանի Իսլամական Հանրապետության գեներալների պես եւ ոչ Խոզդի նման ճարպակալ էին, եւ ոչ ուրեմն մյուսների նման, եւ գեներալ լինեին իսկապես, Ադրբեջանն ինչ է, որ այդ հաղթանակը պիտի տաներ։ Հիմա սրանից հետո Ադրբեջանը դարձրեցիք, չգիտեմ աշխարհի ինչ է, որոնց Վերմախտն է, ես է նախ ասեմ, ես է կհարցակվի, մտածեք դուք ոնց հարցակվեք, այ հայվաններ, հերիք է, անընդհատ, մտածեք ոնց եք հարցակվելու, թե կայֆ եք զգում ուրիշի տակ պարգելով, բազ է նպատակը վալոտի տակ լող տալն է, բայց այստեղից դուք ինչ եք շահում, որն մինչև Արցախի հարցը լող եք տալիս, մի քիչ հասկանալի էր, հիմա լող եք տալիս, որ ինչ չլնեք, տեսնում եք, օգտագործում շպրտում է Բաքու, ձեր ճանապարհը Բաքուն է, ու վերջ, ինչ եք հավատում են 8 հոգու նամակ գրեք, եթե կարող եք հարցում արեք թե թաթարուբոնիշ վիճակում է, կայֆեք են նրանց բան, այսինքն ես է, հիմա բան են անում, հիմա 3 տարբերակ եմ ասում, որ հնարավոր այսօրվա վիճակով Իրան-Իսրայել հարաբերությունների զարգացման որակը տարածաշրջան եւ միջին արևելք կտրվածքով դիտել։ Նախ Փուչիկը պայթեց, որ Իսրայելը ինքան հզոր է, մեր արևելակետու թե պատմաբաններ կային, առաջորն ասում են Իրանի հարցը լուծվել է, հիմա ասեմ այդ տակետներ հարցը լուծվել է, ուր է, այդ Իսրայելը ինչի է հասել, ես ոչ տվյալ ուզում եմ չեզոք լինել, ոնց է հարցը լուծվել, եթե Իրանի Իսլամական Հանրապետության բալիստիկ հրթիռների հարվածները ամեն գիշակի դառնում են ավելի նպատակասլաց, ավելի հզոր եւ այլն, թե էշի տեղեք դրում չեք տեսնում բաները, թե տեսեք Թել Ավիվը, Հայֆան, մյուս քաղաքներն Իսրայելի փոքր տարածք ինչպես է գիշերները բոցավառվում, հա, այս էլ բան եմ, կրակ է սրանք, էլի բանդագուշակությամբ են զբաղվում կամ էլ ուրեմն այս տգիտություններով։ Փուչիկը վառվեց, այս գեներալներ կային խոսումները ասում են, գիտես, Իսրայելն ինչ էր, բանի կուպելը, երկաթե գմբեթը, հիմա հարց են տալիս ձեզ, հայ գեներալներ, զինվորականներ, հանճարներ եւ բանջարներ, այդ ուր է Իսրայելի այդ երկաթե ուրեմն կուպելը, այդ երկաթե կուպելը Իրանի Իսլամական Հանրապետության ուրեմն այդ հրթիռների հարվածի տակ ուր է, բալիստիկ հրթիռներն ինչու են պայթում, հերիք չի ուրիշի փառքով ապրեք եւ ուրիշի փոխանակ մտածեք ձերն անեք, ուրիշի փառքի երկեք եւ այլն։ Հիմա երկրորդ մասը կանշուշտ, ինչ կարող է լինել, այս է հարցը, այսօրվա իմաստով Ժորժան, ես 100%-ով մի բան դառնում, այսօրվա իմաստով հանգարց կոնտեքստը չգդրենք, Հայաստանի Հանրապետության որևէ վտանգ չկա եւ ոչ մի տագնապել մի ապրեք, երկրորդ մասը կա, եթե Հայաստանի Հանրապետության հետ պրոբլեմ կա, ուրեմն ընդրություն եք կատարել, երկիրը կառավարություն եւ պետություն եք ստեղծել, կառավարություն ունեք, որը ինքը զբաղվի դրանով, որ այլ ոչ թե ուրեմն բանի նման են, ինչ ասեմ, չեմ բանը, ուղղակի այդ գուշակողի նման անընդհատ Հայաստանի համար կամ հաջորդի աղետներ սպասեք եւ այլն։
Ուրեմն այսօր տեսնում եք, որ ուժերի որոշակի հավասարակշռություն կա, մի կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունը իր զինված ուժերով եւ կարողություններով, մի կողմից Իսրայելն իր ընկեր բարեկամներով, որոնց թվում նաեւ Ադրբեջանն է, որտեղ հրապարակումներ են արվում, որ Իրանը կտրոփվի եւ հյուսիսային արտարպատականը, որ առնչություն չունի որևէ, իրենց հետ կմիացնեն որպես Ադրբեջան։ Ուրեմն սա այսպես եւ ասեցի, որ Իսրայելն է իր հովանավոր դաշնակցող Միացյալ Նահանգներ, Արևմտյան պետություններ եւ այն, բայց դուք եթե տեսնում եք գործնական իմաստով ըստ էության Իսրայելին բացի Միացյալ Նահանգներ առանձնապես օգնություն ցույց տվողեր չկա։ Ինչ են ասում փրփուրը, ուրեմն ջրից ջոկեք եւ կարողացեք դրանք հասկանալ։ Հիմա ինչ է, ուրեմն այդ վտանգը առայժմ չկա։ Երկրորդը, այդ տարածվող լուրերը, որ փախստականներ են գալիս, բա ինչ եք անում։ Բացեղասպանության տարիներին դուք մենք որպես փախստական չենք լսվել աշխարհում եք, ուրեմն չպետք է ընդունեն։ Ուրիշ մաս է, մնում են, անկանոն են գալիս, չեն մնում, կանոնավորություն կա թե չէ։ Բա ո՞նց չպետք է ընդունենք։ Բա դուք ինչ եք արտասահմանում։ Ինչ Ռուսաստանը ձեր մայրենի տունն է, հա։ Բա ո՞նց եք հայտնվել այդ կրասնադարներում եւ այլն։ Ուրեմն այս բաները, բայց այդ չի նշանակում, ես կոչ եմ անում փախստականներին տեղավորել Հայաստանում հենց անհիմն, բայց եթե գալիս է հնդիկներ են դրանք, գիտեք, որ Իրանի ժողովուրդն է, եթե գալիս են, ուրեմն դրանք կանոնավոր հումանիտար օգնություն եւ այլն, այդ բոլորը կազմակերպել եւ թեքել ռուսի, ուրեմն հուշած այդ աղետալի մտքերից, որ ձեր ականջի տակ ասում են լարում հարևանների բարեկամների դեմ։ Իհարկե դրանք հետո ժամանակին նաեւ տեղափոխվում են եւ այլն։ Հիմա երկրորդ տարբերակով ասեցի, որ այդ վտանգը չկա, մեկ երկրորդ մասը կա, անշուշտ, եթե Իրանը չտրոփվի, եթե տրոփի աղետ կլինի, բայց վստահ եղեք, որ Իրանը տրոփվողը չի, այդ ասողները չմեռնեն մինչև Իրանի տրոհումը։ Այդ կարող է լինել, ասողը, որ այդ ուրանի բանի տրոհման մասին ասում։ Ուրեմն դրանք կարող է մեռնեն, բայց Իրանը մնա, Իրանը այդպիսի փորձություններ է անցել։ Հիմա ինչ ասելիքս կա, երկրորդը, որ եթե ռեժիմը փոխվի, դեմոկրատական կարգ հաստատվի, ինչին ձգտում է Ռեզա Փեհլևին, որ Մուհամմադ Փեհլևիի տղան է, նախկին շահի տղան, Թագաժարանն է, ուրեմն Իրանը դեմոկրատացման որոշակի ինստիտուցիոնալ գործընթաց կապրի, հիմա այս հարցը եմ տալիս, թե դրանից մեզ ինչ վատ բան կարող է լինել, բացի լավը։ Բայց այդ ընտրությունը Իրանի ժողովրդինն է, մերը չի, ես տարբերակն եմ ասում։ Երկրորդը, եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը մնում է այնպիսին ինչպիսին կա, մեզ հետ վատ հարաբերություն ունի, ինչ որ վատ հարաբերություն կա, մեր գիտության հետ է կապված, գիտեք, մենք իրանցիների հետ խոսում ենք ցանկացածի հետ տիրոջ պես։ Ես չեմ ասում տիրոջ պես խոսեք ուրիշի հետ, ուրեմն գիտականորեն նորմալ փոխհարաբերություն ստեղծել եւ շատ բաներ նորմալ կգնան եւ այլն։ Ուզում եմ ասել, որ մնացածն էլ աշխարհը փոխհարաբերփոխ է, ինքը ֆոտորիկների մեջ է, բայց հետ չեք ուզում տագնաբեք, իհարկե պիտի տագնաբեք, բայց ոչ են իմաստով ինչ որ անում են, իսկ որովհետեւ չտագնաբեք, ինչ պետք է անեք։ Այս Վալոդի բջերին սա պետք է անեք Հայաստանից գնան։ Այդ Վալոդի բջերն են, որ Հայաստանն անընդհատ նրանց հանձնարարության Կիրիենկոյի լակոտները, այս Կիրիենկոյի լակոտները կարող են փողոցներ լցվել։ Կիրիենկոյի բոյներն նկարեք, տարածեք, տեսեք էլի դրանք ում ծառան են էլի։ Դուք կազմում եք Վալոդը բանուկորճ չունի, զբաղվում ես ապուշներով, հա։ Այդ Կիրիենկոներն են, դրա բաններ բոյներն 1.30 է, դուր է գալիս արեկի։ Ես մի քիչ բանով եմ խոսում, որտեղ չես կարող չզայրանալ։ Օրը մեկ բանից մեկը տեսնում ես, որտեղ պլաստիկ կտրբոչի նման մեկ էլ Հայաստան են անում, օլիգարխ, այս զարուման են օլիգարխեր։ Օլիգարխեր թող գնան Վալոդին մի հակաճառեն, մի երկու բառ ասեն, որպես թշնամու։ Վերցրեց Արցախը, հենց դատան տեսնվել էս Թուրքին, չէ։ Իրենց այս շիկեղ են դնում, նույնիսկ արցախնեցիները մեջ կա, ապուշոտ չեք։ Ձեր երկիրը, մեր երկիրը դատարկել է Վալոդը, Թուրքի ձեռքով։ Այս շիտեղ եք տնում, եւ հիմա խոսում եք աճ ծախ եւ այլն։ Դե դուր է գալիս այդպեսի այս շիտեղ դրած մարդ ապրելը։ Կներեք բարերի համար հնարավոր չի չզայրանալ, բայց նաեւ այդ զայրույթը նաեւ առողջարար է մեկ։ Բարի գիշեր, գամնացեք, հետևեք իրադարձություններին, նոր բան կլինի, նոր կհասկանանք։ Առայժմ ուրիշ բան հասկանալ հնարավոր չի։ Եվ եթե ունի Իսրայելն ունի գեր ժամանակակից ճշգրիտ զենք, Իրանն ունի գեր ժամանակակից բալիստիկ գերծայնային հրթիռների ուրեմն համակարգ։ Հիմա տեսեք կշերքի վրա դրեք, եթե կարող եք ուղեղով, որն է ուժը, որն է թույլ։ Ստեսյուն ձեզ բարի գիշեր։